Որովհետև ամեն ոք, ով ունեցավ հեռախոս ու ինտերնետ, ով կարողացավ մտնի համացանց, ինչ-ինչ իր անհիմն դատարկ, կապիկ վերլուծություններ անել այս քաղաքական գործի, այն քաղաքական ուղղվածության, այս պետական իրավիճակի մասին, հավաքեց ինչ որ զանգված իր համար ու դարավ քաղաքականություն ներկայացնող անհատ։ Ժողովուրդը սկսեց իրան լսել ըստ իր պատկերացման որպես քաղաքական գործիչ ու լսեց ինչ բացարձակ ոչ մի բան, ինչը կապ ունի իրական քաղաքակրթության ու քաղաքականության հետ։ Դրա համար այսօր մեր ժողովրդի մոտ քաղաքականության մասին պատկերացումը ձևավորվել է բամբասանք, քֆուր, անհիմն մեղադրանք, զրպարտանք, վիրավորանք, անեծք, թալանչի, գողավազակ, պիցայակեր, զոմբի, որ ասես քաղաքականությունից ինչ բառեր գիտեք, էս են ասելու։ Ոչ բոլորը, մեծամասնությունը։ Իսկ սա խոսում է նրա մասին, որ մենք չունենք պետական մտածողություն, քաղաքական գիտելիք, կրթվածություն։ Ես օրինակ մի քանի տարի առաջ որ գնանք, մի 10 տարի առաջ, ես չունեի այն գիտելիքը, որ ունեմ հիմա, որ պատրաստ եմ ցանկացածի ով իր դիպլոմներով գլուխագովում իրան ապացուցեմ, որ գիտելիքը դա ուղեղի մեջ է, ոչ թե թղթի վրա։ Ելնելով իմ հայրենասիրությունից ու պետությանս մասին մտքից, ես ինքնակրթվել եմ։ Ես իմ անձնականը, իմ ամեն ինչը, իմ սիրած գործերը, իմ հանգիստը, իմ հարմարավետությունը դրել եմ մի կողմ ու ինքնակրթվել եմ, որ հասկանամ ինչ է կատարվում երկրիս հետ։ Իսկ դա մենակ իմ պարտքը չի, դա յուրաքանչյուր հայ պարտքն է, որպեսզի քաղաքականապես կրթվի։ Լսում եք ինչ որ մեկին, ով ներկայանում է քաղաքական գործիչ, մի լսելուց հետո զգում եք ձեզ չտվեց ոչ մի քաղաքական գիտելիք, ուրեմն ինքը քաղաքական գործիչ չի, ինքը կամ բամբասանք չի, ինքը կամ ուղղակի սիրում է հանրային կերպով ընթացք տանի, խոսա։ Այս պետք է տարանջատի ժողովուրդ ու հասկանա իրեն ով ու ինչա տալի։ Գիտեք ինչի համար է, որ անընդհատ քաղաքական դաշտում ինչ որ մեկը կա, ով ծաղրի առարկա է։ Կա մի ժամանակահատված, որ նման կերպար չի եղել։ Չլինի ստեղծում են, որ քեզ համոզեն, որ էս է քաղաքականությունը։ Գնա լուրջ հարցերով զբաղվի, որ ծաղրես, որ չխորանաս, որ քեզ թվա քաղաքականությունը կամ հայրենիքի համար պայքարողը։ Լայվը միացնող ու կներեք բարիս համար կուրաժի տնելով խոսացողն է, որ ինքը հայրենիք է, արաբան լսում եք, փաղագալի դելա պետք ոչ մի խոսք, բայց ո՞րն է լիարժեք տալի ձեզ քաղաքական գիտելիք, քաղաքակրթական հիմք, ուղղվածություն, բացատրություն, նոր մտածողության ձև, որի հետ օրգանիզմը կա համաձայնվում, մինչև գիտակցությունը ընկալի։ Ինչ է մեր քաղաքական դաշտը ինչ է, բամբասանք, քֆուր քյաֆար, անեծք, թալանչի, պիցայակեր, զոմբի, էսի քաղաքական, ասենց ենք ուզում երկիր դզենք, ունենանք պետություն։